Բարև ձեզ հարգելի ընկերներ, այսինքն մի քանի օրվա այս հետևողական կատարվող սրբապղծության մասին անդրադարձնել հաճախ են լինում, որոշ մարդիկ փորձում են պնդել սա ինչ-որ հոգեվարքի արդյունք է, հոգեխանգարման ինչ-որ էմոցիոնալ հիմարություն, որ արձագանքել պետք չէ, ոչ, սխալվում եք, սա մտածված, շատ լավ տեխնոլոգիապես պատրաստված արարք է, պլանավորված, հերթական անգամ քանդելու ազգային արժեքները, այս անգամ արդեն հասել են միակ մնացած կառույցին, միակ հիմքին, որի վրա կարելի է դեռ պետություն կառուցել։ Եվ նման այլանդակ ձևով, նման անպատկար ձևով, անթույլատրելի ձևով մոտեցումը խոսում է այն մասին, որ դա պետք է արվի շատ արագ, եւ դա պետք է արվի այնպիսի այլանդակությամբ, այնպիսի տրորելով, այնքան սրբապիղծ, որպեսզի կոտրեն այն գոյություն ունեցող են բարակ ամրակները, այն ողնաշարի մնացորդները, ու այնպես, որ ընդհանրապես դիմադրություն ինչ-որ մի բան էլ գոյություն չունենա եւ այդ ազգը, ժողովուրդը, ինչպես ուզում եք անվանեք, մենք էլ ազգ կոչվելու երևի թե իրավունք չունենք, վերջնական վերածվի ինչ-որ մի թափոնային մասսայի։ Ինչպես մարդը հասարակության մեջ գոյություն ունի այնքանով, ինչքանով որ ինքը արժեք ունի, այնպես էլ ազգը, պետությունը, այդ ազգերի համամիջնության, պետությունների այդ հանրաժողովի մեջ ունի այն դերը եւ այն արժեքը, որ ինքը ունի։ Մենք չունենք այլևս ոչ մի արժեք, ոչ որպես ազգ եւ ոչ որպես պետություն։ Միակ կառույցը, որը ընդունվում է, հարգվում է եւ ընկալվում է, եւ որի քաշը, որի էությունը, որի արժեքը, որի դիրքը մենք չենք կարողանում ընկալել իրականում ինչքան որ կա, դա մեր եկեղեցին է աշխարհում։ Հասկանում եք։ Հիմա այս պահին, ու երևի թե նաև եղել են այդպիսի դեպքեր, էլի պատմության ընթացքում, որ հայ ազգի արժեք ու հայկական պետության կամ պետություն չլինելու դեպքում այդ տարածքի, որը կոչվել է Հայաստան արժեքը, գնահատվել է եկեղեցիով մեր։ Իտամ դա ոչ միայն քրիստոնեական աշխարհում, նաև մուսուլմանական։ Հիմա մենք այն դրությամբ ենք, որ մենք ազգովի կորցրել ենք ընդհանրապես արժեքը, մենք հավասարվել ենք մի խավարասերների ակումբի, որը թքած ունի ցանկացած սրբության վրա։ Հարցը պարտությունը չի, պարտվել են շատերը, հարցը պարտությունը ինչպես տանելն է, իսկ մենք որոշել ենք ազգովի, որ պարտությունը չպետք է նկատենք, ընդհակառակը պետք է պարտությունը հպարտանանք եւ ավելի ուրախ ու ավելի զվարթ ապրենք, քանի որ կյանքը միակն է տրվում այս աշխարհում, ու ավելի շատ քյար ունենանք, մեկը այդ պարտությունից, այդ երկիրը ծախելուց, մեկը մի անգամ ասել է, չկա ավելի լավ բաց բիզնես, քան թե երկիրը հայրենիքդ վաճառելը։ Հիմա մենք ազգովի մեծ մասը, իրականում մեծ մասը, ընդունելով դա
չընդունելով դա, նույնիսկ աշխատանքի գնալով եւ աշխատելով այդ կառույցում պետական, ամեն մեկը, որ ասում է տուն ենք պահում եւ այլն, կամ ձայն չենք անում, քանի որ կարող է ուրիշ բան լինի, մենք վաճառում ենք մեր հայրենիքը, մեկը շատ մեծ օգուտով, մեկը քիչ օգուտով, մեկը տան հացի փողի օգուտով, բայց դա իրականություն է։ Պետականությունը գոյություն չունի, ու միակ արժեքը համաշխարհային պետությունների դիմաց, ազգությունների դիմաց, որը որ ներկայացնում է դեռ որպես հայկական, դա միակ կառույցը հայոց առաքելական եկեղեցին է, որը Հայաստանի համար եւ պատմական, եւ մշակութային, եւ հոգեվոր, եւ պետական կառույց է, քանի որ նա է մեր պետականության ակունքներում կանգնած եւ մեզ որպես ազգ, որպես կրթվող, որպես գոյություն պահպանող, որպես անվտանգություն պահպանող հանդիսացել է նույնիսկ այն ժամանակ, երբ որ պետություն մենք նույնիսկ չենք ունեցել։ Շատերը փորձում են հակադրել պետությունը եւ եկեղեցին, ոչ, մեր այնպիսի փսլնքոտ էլիտիները, որպես մենք հիմա ունենք խորհրդարանում, իշխանություն, միակ իշխանություն հանդիսացող Նիկոլը ընդամենը ընտրված գործակատար է, հասկացեք։ Նիկոլը ոչ ոք է։ Հիշում եք, չէ՞ Նիկոլը ով էր։ Բունկերում դողացող մեկ օր ավելի ապրել երազող մի հատ անդունդի խոզ, ոչինչություն։ Եվ ընդհանրապես քաղաքակրթական պատմության մեջ հնարավոր բան չի, որ կապիտուլյանտը դավաճանել չլներ, իսկ նա դավաճան է, նա վաճառել է ձեր երեխաների արունը, իսկ մեր ազգը հասել այն աշճանանքման, որ շատ-շատ ծնողներ վաճառեցին նաև իրենց երեխաների արունը եւ դագաղները եւ մարմինը եւ աճյունը վաճառեցին որոշակի գումարով եւ հետո գնացին այդ բունկերում բավարարվող այդ անդունդի խոզեքի հետ ինչ-որ քեֆ անելու։ Մտքից թելը կտրվեց։ Մենք հասանք այն օրին, որ մեր հերոսների ոսկորները, մասունքները կեղտոտ պատվալներում, կեղտոտ պարկերի մեջ լսրած եւ իմանալով դա նույն օրը նույն այդ փողոցում, նույն այդ աճունների վրա, նույն այդ մասունքների վրա հերոսների կինոփառատոն էին կատարում ու մտածում էին նոր տարվա պարտության կապիտուլյացիայի նոր տարվա տոնածառը մեր ավելի լավն է, քան ասենք Եվրոպայում կամ Ռուսաստանում կամ Ամերիկայի տոնածառները։ Մենք հասել ենք անկման այնպիսի մի տեղ, որտեղ նույնիսկ մտածում էի հատակ չկա։ Պարզվեց հատակը կա, թեկուզ ֆիկտիվնի, թեկուզ թշնամական։ Հասկանաք, նույնիսկ թուրքը, երբ որ դրել են, ասենք, ինչ-որ թուրք ազգությամբ Հայաստանի ղեկավար կամ եւ այլն այդ Հայաստանի մասի ղեկավար, հայկական մասի ղեկավար, նման քրիստոնեի հայկական եկեղեցու նկատմամբ նման բան երբևիցե իրեն թույլ չի տվել։ Երեք ինչ-որ մի գնել կոչված գնացել էր եկեղեցի գրավելու, հայոյում էր քահանային։ Եվ այնտեղ կանգնած մարդիկ ոչ թե քարով տալիս էին գլուխն էին բացում ու սատկացնում են այդ նույն տեղում, այլ մի հատ էլ համոզում են, թե գնա էլի գնաց տեղից հարի։ Ու հարալ է եղել այդ հոգևորականին, որ կարողացավ այդ չկոտրվել։ Դա միակ ձեր, հասկանում եք, որդին, նաև որդին եմ հայկական եկեղեցին ձեր, մեր ես 1700 տարվա ձեր պապերի, ձեր մայրերի, ձեր տատերի, ձեր ապուտատերին, եւ մայրն է ձեր, եւ հայրն է ձեր, եւ կարևորել չի նույնիսկ քրիստոնյա եք, թե չէ, որպես քրիստոնյա այդպես կոչված հավատում եք, թե չէ, աթեիստ եք, հավատացյալ եք, թե ինչ եք։ Հասկանում եք, դա
եկեղեցին это храм не только веры для нас, это храм всего, храм нашей памяти, храм нашей культуры, храм нашей государственности, храм нашей крови, храм нашей генетики, храм всего, что мы имеем, это символ. Մեկ академик Գալիմով կար, համաշխարհային ամբողջ ակադեմիայի բիոխիմիայի եւ կոսմոխիմիայի ղեկավարն էր։ Վերնասկի ինստիտուտի դիրեկտոր, ազգությամբ թաթար, էությամբ աթեիստ։ Եվ նա ասում էր, որ ռուսական պրավասլավնի եկեղեցին դեպ ես նրա հետ շատ մոտ եմ եղել, պատիվ եմ ունեցել եւ երջանկություն նրա հետ ծանոթ լինելու, որովհետեւ դա մի ուրիշ լայն մտածելակերպի եւ աշխարհայացքի տեր մարդ էր։ Ամբողջ կյանքը պետությունը ծառայած։ Եվ նա ասում էր, որ լինելով թաթար կրկնում եմ, լինելով աթեիստ, որ ռուսական առաքել այդ իրենց պրավասլավնայ ցերկովը պետք է գուրգուրել, սիրել եւ պահել, քանի որ նա է պետականության ամրաքարը։ Մենք հայ ազգս, որ ամբողջ մեր պատմության ընթացքում վերջի 1700 տարվա ընթացքում ամբողջ պատմության ընթացքում մենք պարտական ենք եղել եկեղեցուն, մեր գոյությամբ, մեր ուսուցմամբ, մեր կրթությամբ, մեր դիրքով, մեր զարգացմամբ, պետություն չունենալու դեպքում մեր էլիտաների կողմից պետականությունը քանդելու դեպքում, դեռ գոյություն ունենալով եւ շարունակելով մեր տարածքում գոյություն ունենալով, մենք դա չգնահատեցինք ու հիմա էլ դեռ հակադրում ենք։ Եվ թույլ ենք տալիս հասկանում եք, եթե ձեզ մայր հայոյեն, եթե ձեր երեխային, կնոջը, բոլորին իրար հետ հայոյեն, դա շատ ավելի պակաս վիրավորանք է ձեր համար, բոլորիդ համար, ու շատ վատ է, որ դուք այդ գիտակցությունը չունեք։ Հանց թե վիրավորում են ձեր ամբողջ էությունը, հայոյում են ձեր ամբողջ էությամբ, կոտրում են ձեր ամբողջ էությանը, իսկ հիմա դա են անում ու դա արվում է մտածված եւ պլանավորված։ Նույն այս էլիտաները, որ մենք հիմա ունենք այդ փսլինքները, որոնք այդ բունկերում թաքնված խոզին հանեցին բունկերից։ Ասում եթե նա դավաճաներ չլներ լիներ կապիտուլյանտ հաջորդ վարքյանին, եթե կապիտուլյացիան ստորագրելուց հետո նա չէր հեռացել իր պաշտոնից, նա արդեն դավաճան էր, քանի որ նա գարանտ էր դառնում, որ կապիտուլյացիան պետք է շարունակվի։ Եվ նույնպիսի դավաճաններ են այն մարդիկ, որոնք դուրս հանեցին այդ անդունդի վիժվազքին իրենց ստեղծած, իրենց բերած։ Ու կոտրելով մարդկանց հույսը, քաշ տալով փողոցներով տարան կողեցին խորհրդարան։ Համաշխարհային քաղաքակրթության մեջ չտեսնված հանցագործություն կալաբրացիոնիզմի պայմանավորված գնացին չտեսնված բան կապիտուլյանտի հետ գնալ ընտրության իդեպ պայմանավորված ելքով եւ մի բան էլ գնացին հետո սահմանադրակ հիշում եք չէ միշտ ընտրություն ունեցել փողոցում ինչ-որ Վալնինյաններ են եղաջանակ ոչ մի բան չեղավ ու տարան հանձնեցին մի հատ էլ յալամ թե բողոք սահմանադրական դատարան իրենք երբ որ ասում են որ Նիկոլի սահմանադրական դատարանն է իրականում Նիկոլը սահմանադրական տապալում անելով գրավել էր սահմանադրական դատարանը եւ դա իրականություն է իհարկե դա սահմանադրական կարգի խախտում էր տապալում Եվ իրենք գնում են այդ սահմանադրական դատարան, որպեսզի մի հատ սահմանադրականորեն հաստատեն իրենց իսկ կողմից կալաբրացիոնիզմի հսկայական ակցիա հանդիսացող կազմակերպված ընտրությունների արդյունքները, որոնք իրականում այդպես չէին եւ այդ կեղծված ընտրություններ էին։ Եվ մինչև հիմա պնդում են, թե ժողովուրդն է դրան ընտրել։ Կամ դուք էլիտա քաղաքական ուժեր, դուք քաղաքական որոշումներ պետք է կատարեք։ Ձեր հաջորդ քաղաքական որոշումը եղավ մտնել խորհրդարան եւ ԿՊ-ի հետ դավաճանական հանցագործ կազմակերպության հետ կազմել միակ Հայաստանի իշխանությունը։ Քանի որ այդ խորհրդարանն է միակ իշխանությունը հայկական եւ դուք կազմելով նրանց հետ դուք նույնպես դարձել եք իշխանություն, քանի որ ընդդիմությունը նույնպես իշխանություն է, ինչպես նաեւ կառավարող ֆրակցիան։ Պետք է լինեն 3 ֆրակցիա։ Եվ 4-րդ տարին է ցանկացած պայի հնարավորություն ունենալով ու պարտականություն ունենալով խաթարել այս դավաճանության ընթացքը
ընտրեցիք Նիկոլին, քանի որ կազմելով խորհրդարան, դուք գիտեք, որ Նիկոլն է ընտրելու, գնացիք եւ ընտրեցիք Նիկոլին։ Որպես գործակատար, որին դուք պարտավոր եք հետևել նրա աշխատանքին եւ նա ձեր պատչինյոնին պետք է լինի, ինչպես ցանկացած դեբուտանկայի։ Եվ դուք ԿՊ-ից բեթար եք, քանի որ ԿՊ-ն գոնե իրեն ցույց է տալիս այն ինչ որ կա, իսկ դուք լինելով ԿՊ-ից ավելի բեթար, կալաբրացիոնիստներ, դավաճանիների հետ եւ կապիտուլյանտների հետ իշխանություն կազմածներ, դուք փորձում եք ջրից, կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ ու դա չի ստացվելու։ Ժողովուրդ ջան, ցանկացած պահի կարելի է լուծարել խորհրդարանը, առանց ձեզ քաշ տալու փողոցներով։ Իհարկե կարելի է հրավիրել, ասել ժողովուրդ ջան, եկեք, տեսնում եք ինչ է կատարվում։ Ընդամենը մի քանի մանդատ դնելով, քանի որ ըստ Հայաստանի Սահմանադրության այլեմ կրկնելու 101-ից պակաս պատգամավորով 101-ից ոչ պակաս պատգամավոր պետք է լինի խորհրդարանում, հակառակ դեպքում ըստ Սահմանադրության եւ դա չի կարելի չեղարկել ոչ մի ձևով, ոչ մի ֆանտաստիկ ստերով խորհրդարանը լուծարվում է, բայց կա նաեւ ուրիշ բան։ Առաջին հերթին նրանք ասում են դավաճան, նրանք հայտարարում են սահմանադրական տապալումների մասին, երբ որ հայտարարում են, նրանք պարտավոր են։ Ուրեմն դուք գիտեք ու չեք հայտարարում ԱԱԾ եւ դատախազություն հանցագործներ։ Ֆրակցիաների անունից դիմումներ մղել, որ կատարվել է այսպիսի դավաճանություն եւ այսպիսի սահմանադրական տարկի տապալումներ, դիմումներ ֆրակցիայի անունից, ասում են ինչ անենք, ողի մեկա չեն անելու, չէ դուք ուղարկեք, դա ձեր պարտականությունն է։ Եվ դրանից հետո, երբ որ դուք մեկ անգամ ընդամենը հայտարարել եք, որ կատարվել է դավաճանություն ու կատարվել է սահմանադրական կարգի տապալում, ու դուք մնում եք այդ խորհրդարանում Հայաստանի միակ իշխանությունում, ուրեմն դուք մասնակից եք եւ դավաճանությանը եւ տապալմանը։ Եվ այս 4 տարվա ընթացքում ամեն մի կատարվածի համար դուք նույնպիսի պատասխան եք տալու, նույն տիպի դավաճաններ եք, քանի որ դուք եք բազան դավաճանության եւ գարանտը դավաճանության անխափան ընթացքի։ Impeachment են հայտարարում, impeachment իհարկե պարտավոր էիք, իհարկե պետք է փորձեիք, առաջին անգամ այսօր խոսք ասեցիք դավաճան կամ սահմանադրական տապալում, դուք մի անգամից վարքյանական առանց մտածելու կստացվի, չի ստացվի, պետք է սկսեիք այդ նախաձեռնությունը, վարքյանական, պարտավոր, չեք արել ուրեմն հանցագործեք, նույնպիսի։ Չէր ստացվի impeachment-ը, մանդատների հետ վայր եք դնում ու վերջացնում եք այդ խորհրդարանի գործողությունը։ Հոյակապ։ Իսկ դուք նույնիսկ մարդկանց ինքնաբուխ համակները եկաք խանգարեցիք ու առաջին անգամ եկաք ձեր դեպուտանկեքով տուալետի թղթի վրա ձեր խոստանալով որ impeachment է կազմակերպու տուալետների թղթերի վրա գրեցիք ձեր անունները 4 ժամ խորհրդարանում հիասթափեցիք, ուղարկեցիք Արցախի հանձնելուց հետո Արդիկ երբ որ գժված դուրս էին եկել, հայտնվեց ձեր Թևանյանը, Քոչարյան, դա է ձեր Թևանյանը, որ հետո Գորիսից բարևներ էր մղում։ Ու ես լավ գիտեմ, թե այնտեղ իրականում ինչեր են կատարվել, որովհետև մեր տղաներն էին եկել այդ ժամանակ, ուղարկել էին, պրիտոմ տեխնոլոգներով, եւ կան նույնիսկ վիդեոնկարահանումներ եւ խոսակցություններ։ Դուք այլանդակ եք, նախագահիկներ Արցախ կորցրած, որոնք հիմա գզվրտվում են Հայաստանից թե մնացած մի հատ Պակրիշկի անվադողի վրա ով կնստի, որ իր մնացած կողմը պայի, մահմերելածիններ։ Դա չէ ձեր թիմերը, Քոչարյան, սա չի քո թիմը, լավ գնացել էր Կալաբարանտ, գնացիր թիմդ կողեցի դավաճանություն ես լիգիտիմացնում իրար այդ երկիր եք վաճառում ամեն մեկը ձեր օգուտով, մարդկանց ամեն անգամ մի հատ սարսափելի հրեշավոր երևույթից առաջ անում եք փողոցներում հիասթափացնում, վերջի հույսը կոտրում, հետո էլ գզվրտվել անցած տանկ տարել, հասկանալով որ ձեր այդ իշխանիկների ու թևանիկների հետևից այն Սերժի մասին չեմ խոսում, հանկարծ չմտածի ինչ որ մեկը Սերժը բանանում այդ Սերբազան Բագրատին օգտագործեցիք պիղծեր, գիտեք, որ ձեր հետևից մեկը դուրս չի գա այդ մարդուն օգտագործեցիք, ձեր տարբեր տեսակ դոբրինկի դեմքով, կամ դաշնակցություն 3%-ը չում ես ընդհանրապես, դու 120 տարի առաջ քրիստոնյա եկեղեցուն խփած, պետությունը կործանման հասցրած, նույնիսկ խփան, մինչև հիմա,
չի կարացել հասցրել երկիրը այն օրվան, որ դուք եք դա արել, հետնե մարդկանց գումարները գողացել, փախել եք Եվրոպա, դարձել եք մի հատ հաջողացել եք դառնալ Սփյուռքի ամ թե ինչ որ կազմակերպիչ։ Ձեր այդ վրացյանները եւ այլն հուզված եմ կներեք։ Նույնիսկ հաղթված վիճակում կապիտուլյացիա ստորագրողները։ Լավ է, չէ, երկիրը վաճառելու քյար ստանալը լավ է, չէ, մասոնական կազմակերպություն։ Սա սովորական շարքային դաշնակների մասին չի խոսքը։ Այն տղերքի, որի մարունը ուրացան են իրանց այդ ԳՄ գեննամոդիֆիկանտ անդամները։ Այդ բանակից փախած իշխանիկներ 1.40 m բոյով արծվիկներ, հանկարծ ձվով չխփողներ, քանի որ ձվեր չունի սեփական երևի, եւ այն Արտուր Կոչեցյալն ու տարբեր Արտուր ընդհանրապես Արտուրը Նիկոլը իր այդ այլանդակ պադոշ երեսով, ասենք այդ Արտուրին չի ասնի Խաչատրյան։ Ինչ-որ լրագրողներ ձեր գրպանները լցած, ամբողջ 30 տարի այդ ազգը տարակ, դու գրողի ծոցը տանեի գոնե մարդ լինեիք, գոնե սեփական արժանապատվություն ունեցող գոնե բանդա լինեիք, գոնե բանդայի ղեկավարը մեկ այ շիստյոր կաներ։ Հիմա որ այդ հոտ ընկած, գարշահոտ ընկած այդ ձեր դիակները, այդ դամբարաններում այդ քրմերին առել եք, կոխել եք, որ ձեզ գումարով սպաս արկեն, մեկը խորհրդարանում, մեկի ինտերնետում հայոյանքներ գրելով, հիմա ինչ եք ասելու, այդ դեբուտանկաներ, հիմա գնալու եք նստեք խորհրդարան եկեղեցին հայոյողին հարցեր տակ, դու ես ձեր ամենավերջինը, ձեր ընկերներից մեկը, ձեր հենց այդ դեբուտանկեքից մեկը, ասում է սրանք մորն ու երեխուն եկը վաճառեն, բայց մանդատը չեն դնի, պրիտոմ բոլորտե գիտեք, որ դա այդպես է, 7 հոգի կակ մինիմում, 8, մեր դրան էլ հետը վերցած 8 հոգի ասել են, որ դա իրականություն 101-ի օրենքը, ու երբ որ մենք դրա մասին իմացանք, երբ որ դուք փողոցներում մարդկանց եք քարշ տալիս նրան, գնախարարություն մի հատ էլ ասա, դուրս եկեք, վատալնելու, ոնց որ Ֆրանսիայում կալաբարանտներին, տկլոր քաշ տվեցին փողոցներով, քայերով գլուխները բացելով, ու հետո ով հասցրեց բերդ ընկնել, ընդեղ էլ սատկավ, դուք էլ եք նույն օրը ընկնելու։ Դուրս եկեք, այ անսուրբ փոքրապատիվ մուրացկաններ, ոչնչություններ, մեկ ամիս առաջ նույն Միքայել Աջապարյանին Կիլիկյո թագի և Փահլավոնի իշխանների թագաժառանգին, որի մի կաթիլ արունը բոլորդ հետ միասին չունեք, ինչա իրականությունը ասել էր, թե դուք ով եք, պրիտոմ շատ փափուկ ձևով, ընկել եք դուք նույն ձևի, ինչ բառերով ասես չէիք ասում, այ նիկոլականներ, նիկոլական ասում եք սովորական, դուք եք նիկոլականները, ավելի շոտ Նիկոլն է ձերը, ու ձեր էությունն է Նիկոլը, քանի որ մենակ ձեր նման ստահակների ու տականքների ընթացքում կարող է ձևավորվել նման կենդանի, նման կենդանիները կարող են նման կենդանում բերել իշխանության, գցել ժողովրդի ջեբը, ու այս 4 տարի դավաճանություն կատարելով համատեղ նույն ձևի ամեն ինչ գցել ժողովրդի ջեբը ու ժողովրդի կործանումը վերջում մեղադրել ժողովրդին։ Տականքներ։ Ժողովուրդ ջան, չի կարելի այսպես թողել։ Սա վերջն է։ Սա այն վերջի կարմիր գիծն է, որից հետո այն սարսափը, որ լինելու է, ինչ ադրբեջանցին կգա կլսվի ձեզ կկոտորի, չէ, ավելի վատ է լինելու։ Ընկած մարդուն սեփական մորը բռնաբարել թույլ տվող իր աչքերի առաջ կամ սեփական մասնակցողին այդ բռնաբարությանը մեջ իր երեխու այրունը, իր հերոսի, իր տղայի այրան վրա տրնգի պարողին բռնաբարում են ու սատկացնում։ Ինչ ունի չունել, ձեռքից վերցնում են։ Ոտքի կանգնեք, չթողնեք եկեղեցուն կպնեն։ Այլ հնարավորություն չկա, խնդրում եմ ձեզ։ Էլ եմ կրկնում, մենք չենք հասկանում, որ մենք հիմա ինչ որ ունենք, չունենք, ոչնչությունը, մենք ինքներս, բոլորս ոչնչություն ենք։ Ու կա մի բան,
մի բան, որը կորում է հայկական անուն, ու այդ հայկականը արժեք ունի աշխարհում, դա մեր եկեղեցին է, ու դա մեր ջանքերի արդյունքը չի։ Մենք ինչով կարած է խփել ենք։